Ողջույն հարգելի ընկերներ, կարծում եմ, որ ձեզնից որոշները դժգոհում են ներկայիս ժամանակներից, սակայն ես հիմա կպատմեմ մի պատմություն, որից հետո դուք կուրախանաք, որ չեք ծնվել 17-րդ դարում։ Եվ այսպես, ավելի քան 300 տարի առաջ նոր Անգլիայի Սալեմ քաղաքում տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ ամենախոշոր վհուկների որսը, որի արդյունքում մահապատժի ենթարկվեց 20 մարդ, որոնց դատարանը կասկածում էր վհուկ կամ այլ կերպ ասած կախարդ լինելու մեջ։ Բնականաբար դուք սկզբում չեք հասկանա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ մեր օրերում դժվար է գտնել այնպիսի մարդու, ով կհավատա կախարդների գոյությանը։ Սակայն չպետք է մոռանալ, որ մենք խոսում ենք 17-րդ դարի մասին, երբ նույնիսկ բժիշկները կարող էին մարդկանց տալ դիվահարված լինելու ախտորոշում, իսկ օրինապահ մարմինները նրանց մեղադրել սատանային ծառայելու համար։ Առանց չափազանցնելու կասեմ, որ եղել են գրավոր ցուցմունքներ, դատավճիռներ եւ գործի հետ կապված այլ ձեռագրեր, որոնք պահպանվում են մինչ օրս։ Բայց ինչու այս ամենը տեղի ունեցավ հենց Սալեմում, ու ինչով ավարտվեց այս պատմությունը։ Խնդիրը նրանում էր, որ Սալեմում ապրում էր ահավոր կրոնամոլ ժողովուրդ, ովքեր իրենց ցանկացած դժբախտությունը համարում էին Աստծո պատիժ։ Դա նորմալ է, քանի որ երբ մարդիկ չեն կարողանում որևէ բան բացատրել ողջամտության տեսանկյունից, ապա սկսում են փնտրել միստիկ բացատրություններ։ Հենց այդ ժամանակաշրջանում Սալեմի բնակիչները տառապում էին երաշտի ջրծաղիկի բերքի սակավության ու սառնամանիքների պատճառով։ Բնականաբար նրանք կարծում էին, թե այդ ամենը կարող է Աստծոց հեռանալու ու քաղաքի որոշ բնակիչների սատանային ծառայելու հետևանք լինել։ Ուստի անհրաժեշտ էր գտնել եւ պատժել ենթադրյալ վհուկներին։ Եվ հարմար պահը չուշացավ։ 1692 թվականին երկու փոքրիկ աղջնակներ սկսեցին գալարվել ու գոռալ ցավերից, ինչպես նաև աղոթք լսելու ժամանակ փակել իրենց ականջները։ Որոշ ժամանակ անց այդ նույնը սկսում է կրկնել քաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի աղջիկը։ Տեղական բժիշկ Վիլյամ Գրիգսը տեսնելով այդ ամենը ասաց, որ դա դիվային ուժերի ազդեցության պատճառով է եւ խորհուրդ տվեց քաղաքով մեկ փնտրել ու գտնել վհուկներին։ Եվ գտան։ Այնուհետև սկսվեց դատավարությունը, եթե իհարկե կարելի էր դրան դատավարություն անվանել։ Աղջիկները մեկը մյուսի հետևից մեղադրում էին տարբեր մարդկանց, իրենց մոլորեցնելու համար։ Եթե ինչ-որ մեկի վրա լինում էր որևէ տարօրինակ հատված, կլիներ դա զգեստի թե մարմնի վրա, դա արդեն բավարար էր նրանց կասկածելու համար։ Եթե ինչ-որ մեկը փորձում էր պաշտպանել կասկածյալներին, ապա նա ևս ավտոմատ կերպով վերածվում էր կասկածյալի։ Ցանկացած մարդ, ում դեմ ցուցմունք էին տալիս այդ աղջնակները, առանց որևէ ապացույցի մեղադրվում էին վհուկ լինելու մեջ եւ կարող էին մահապատժի ենթարկվել։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր մեղադրյալները քաղաքի համար ոչ ցանկալի մարդիկ էին։ Մեկը եկեղեցի չէր գնում, մյուսը աղքատ էր, երրորդը ստրուկ էր ու այդպես շարունակ։ Ցավալի է, բայց փաստ, որ վհուկ լինելու մեջ մեղադրվել էր նաեւ տարեցկին, ով նույնիսկ չէր կարողանում ինքնուրույն անկողնուց վեր կենալ։ Եվ անգամ 4 տարեկան աղջիկ երեխային էին մեղադրել ու ստորաբար խոստացել, որ մեղքը խոստովանելու դեպքում կթողնեն, որ գնա իր մոր մոտ։ Բնականաբար այդ երեխան ընդունեց իրեն վերագրված մեղքը ու այդ առումով նա միակն էր։ Մնացած մեղադրյալներից ոչ մեկը այդպես էլ չընդունեց իրենց ենթադրյալ մեղքը ու դրանից հետո 3 աղջիկները հիստերիկ նոպայի մեջ ընկան։ Նրանք սկսեցին գալարվել, ճչալ ու գոռալով պահանջել, որ բոլորին կախաղան հանեն, ու որոշներին իսկապես կախաղան հանեցին։ Ընդհանուր առմամբ սատանային ծառայելու մեջ մեղադրվում էր 200 մարդ, իսկ նրանցից 20-ը մահապատժի ենթարկվեցին, որովհետև ոչ մեկ իզորու չէր հակազդել դատարանում գտնվող տխմարներին։ Այսքանից հետո հարց է առաջանում. միթե այդ քաղաքում չկային ադեկվատ մարդիկ։ Կային, բայց շատ քիչ։ Օրինակ Ջոն Պրոկտորը տեսնելով, որ իր աղախին Մերի Ուորենը կրկնօրինակում է այն 3 աղջիկների պահվածքը ու իրեն դիվահարվածի պես պահում, նրան սաստեց ու հրամայեց այլևս նման կերպ չշարունակել, քանի որ Ջոնը հասկանում էր, որ ոչ մի դիվային ուժեր էլ չկան։ Սակայն մի օր, երբ նա տանը չէր, աղախինը գնաց դատարան ու ցուցմունք տվեց մի խումբ մարդկանց դեմ, այդ թվում նաև իր տիրոջ, Ջոն Պրոկտորի։ Նրան իհարկե հավատացին ու այդ անմեղ մարդիկ ևս պատժվեցին։ Ընդհանուր առմամբ 10 մարդ տուժեց այդ կնոջ պատճառով։ Նաև եղավ այսպիսի դեպք։ Հոգևորական Ջորջ Բերուոզը դատապարտվել էր մահապատժի մի աղջկա ցուցմունքով, ում ընտանիքին նա գումար էր պարտք ու այն շատ ուշ էր վերադարձրել։ Նրա մահապատժի ժամանակ տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Ջորջը ամբողջությամբ կարողացավ կարդալ աղոթքը։
Եթե դուք չգիտեք, ասեմ, որ ըստ այն ժամանակվա պատկերացումների սատանայի ծառաները չէին կարող կարդալ աղոթքը։ Սակայն ամենուայնիվ նրան նույնպես մահապատժի ենթարկեցին, քանի որ այդպես էր ցանկացել նրա պարտքատերը, ում խոսքը այդ քաղաքում մեծ կշիռ ուներ։ Սակայն շուտով այս ամենին վերջ տրվեց։ Նահանգապետ Վիլյամ Ֆիփսը, ով հենց նշանակել էր այդ դատը, 1 տարի անց 1693 թվականին փակեց այն, նշելով, որ այդ ամենը սխալմունք էր։ Իսկ հետո էլ դատավորները ներողություն հայտնեցին իրենց դատավճիռների համար։ Հետագայում 1957 թվականին Մասաչուսեթս նահանգը պաշտոնապես ներողություն խնդրեց այն հիմարների համար, ովքեր սկսել էին վհուկների որսը։ 1992 թվականին այդ դեպքերին նվիրված հուշարձան տեղադրվեց, որտեղ նշված էին բոլոր զոհերի անունները, իսկ 2001-ին նահանգապետը պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր մեղադրյալները անմեղ էին։ Այն աղջիկը, ով ցուցմունք էր տվել հոգևորականի դեմ, 1706 թվականին հայտարարեց, որ նա իրականում անմեղ էր, ուղղակի իրեն չարքերն էին ստիպել նրան մեղադրել ու նաև մի շարք այլ մարդկանց, իսկ 1711 թվականին բոլոր մահացածների ընտանիքներին տրամադրվեց դրամական փոխհատուցում։ Այժմ եկեք պարզենք, թե ինչու էին այն փոքրիկ աղջնակները իրենց այդպես պահում ու ինչու Մերի Ուորենը նույնպես ձևացրեց, թե դիվահարված է։ Պատմաբանների ու գիտնականների կարծիքով սկզբում աղջիկներից երկուսը ուղղակի խաղում էին, չպատկերացնելով, թե դա ինչի կարող է հանգեցնել, իսկ մյուսները ուղղակի տարածեցին այդ հիմարության համաճարակը։ Հայտնի է, որ այդ ցեղում արգելվում էին մանկական խաղալիքները, իսկ փոքր երեխաների մոտ խաղալու ցանկությունը մեծ էր, ու թեկուզ առանց խաղալիքների նրանք ամենուայնիվ փորձում էին ինչ-որ բանով խաղալ։ Սակայն միշտ չէ, երբ փչակերտավոր դիվահարվածները դերասանություն են անում, որովհետև կան որոշ հիվանդություններ, օրինակ Կենտինգտոնի հիվանդությունը կամ էլ լեթարկիկ ուղեղաբորբը, որոնց ախտանշանները լրիվ համընկնում են դիվահարվածների ախտանշաններին։ Իրականում սրանք սարսափելի հիվանդություններ են, բայց այն ժամանակվա բժիշկները չգիտեին սրանց մասին ու փորձում էին դևերին քշել, որը իհարկե օգուտ չէր տալիս։ Բայց այս հիվանդությունները հավանաբար կապ չունեն տվյալ աղջնակների հետ, քանի որ նրանք իրենց շատ ժամանակ հանգիստ էին պահում ու սկսում էին հիստերիկանալ միայն այն դեպքում, երբ ուզում էին, որ իրենց քմահաճույքները կատարվեն։ Նաև կա կարծիք, որ այդ ամենը ուներ քաղաքական ենթատեքստ կամ էլ վրեժ լուծելու արդյունք էր։ Ամեն դեպքում դժվար է մինչև վերջ պարզել, թե ինչն էր այս ամենի պատճառը, քանի որ արդեն մի քանի 100 տարի է անցել։ Սակայն կա մի հետաքրքիր փաստ։ Ըստ Փիթեր Գրանտի անցկացրած հետազոտության, Սալեմի բնակիչ Թոմաս Փութնեմը հենց ինքն էր աղջնակների անունից գրում ցուցմունքները։ Նա դատարանում քարտուղար էր ու լավ գիտեր, որ այդ մարդկանց մեղավոր ճանաչվելու դեպքում կարող էր խլել նրանց ունեցվածքը։ Բայց Ջայլս Քարեի անունով մի մարդ չընդունեց իր դեմ ուղղված մեղադրանքները ու նրանից խոստովանություն կորսելու համար սկսեցին նրա վրա ծանր քարեր դնելով տանջել նրան։ Սակայն նա չէր հանձնվում, ընդհակառակը պահանջում էր, որ իր վրա ավելի շատ քարեր դնեն, որպեսզի հնարավորինս արագ մեռնի։ Այս մարդը ընդամենը ուզում էր, որ իր ֆերման մնա իր թոռներին։ Ինչպես տեսնում եք, այս պատմության մեջ մարդիկ էին մեղավոր, այլ ոչ թե սատանան, որի գոյությանը անձամբ ես չեմ հավատում։ Բայց եթե դուք ցանկանաք առավել մանրամասն ուսումնասիրել այս թեման, ապա իմացեք, որ աղբյուրների հղումները նկարագրության բաժնում են։ Շնորհակալություն ձեզ դիտման համար, մինչ նոր հանդիպում։